Հարցես դին Անահիտ Կավի դուք համագազմագերբիչն եք ձևով այս բյուջեի համակումարի, որ առաջին անգամ է որ այս մասշտաբով դերի կունենա Հայաստանի մեջ։ Պետք է ուզեիք ինչն էր որ ցեզի մղեց կամ ինչ է ձեր հետաքրքրությունը բյուջեով։ Շատ տարիներ առաջ մեկ գիրք ընկավ իմ ձեռքը, պիտի արևելահայերեն պատասխանեմ։ Մի գիրք անցավ իմ ձեռքը, դա Ուսպենսկիի In Search of the Miraculous անգլերենով, երևի 45 տարի առաջ եւ շատ հետաքրքրական էր, շատ հարցեր, որ կյանքի մեջ հարցումներ, որ ունենք, որ պատասխաններ չկան, հանկարծ այնտեղ գտա այդ պատասխանները, որ Ուսպենսկու գիրքը ամբողջությամբ Գուրջևի ուսմունքն էր, որ ինքը սովորել էր, ինքը անցկացրել էր Գուրջևի հետ այդ տարիների իր հուշերն էին։ Եվ այդպես հետաքրքրությունը ուսումնասիրեցի եւ ինչ որ կար այդ ժամանակ 80-ական թվականներին կարդացի Գուրջևի մասին, իր աշակերտների գրածները, փորձեցի իր գրածը կարդալ, բավական դժվար է all and everything կարդալը մենակ մանավանդ, բայց հետո իմ փնտրտուքները տարան ինձ ուրիշ ճանապարհով, ես փնտրեցի Գուրջևը եւս պետք է լա մտածելով, որ աշխարհի մեջ միակը չի, Գուրջևը միակը չի կարող լինել, իր նմաններ կան եւ իմ փնտրտուքները ինձ տարան ուրիշ ուղղություններով, բայց վերջերս անդրադառնալով, որ ինտերնետի շնորհիվ, YouTube-ի շնորհիվ տեսա, որքան ավելի զարգացել է գյուրջևագիտությունը ամբողջ աշխարհով մեկ է, որքան հետևողներ կան, որքան կիրառողներ իր ուսմունքը եւ իր շարժումները, որ ինքը տվել է, որ այսօր խոսում են, կամ իր երաժշտությունը, որքան մեծ հետաքրքրություն կա, դա ամբողջ աշխարհում կարելի է գտնել գուրջևյան կենտրոններ, բայց շատ քիչ բան Հայաստանում եւ դա էր պատճառը հիմնական, որ մենք սկսեցինք այս մտադրություն ունեցանք Գուրջևին հետաքրքրությունը բերել Հայաստան, որ եթե ուրեմն intellectual աշխարհն է, որ հետաքրքրված է նման ուսմունքով, հիմնականում իմ մեր տեսությամբ կամ իմ ուրեմն դիտարկումներով մեծ մասամբ ինտելեկտուալներ, մտավորականներ են, որ հետաքրքրվում են, ու բավական ծանր աշխատանք է պահանջում ուսումնասիրել այս ուսմունքը, Գուրջևին ուսումնասիրելը, եւ ուրեմն դրա համար պրոֆեսոր Քաոյի դիրքը հայրենական ուսումնասիրությունը բավական լավ ուրեմն մթնոլորտ է, որպեսզի ուսումնասիրենք Գուրջևի մասին, հասկանանք ինչն է այդ հետաքրքրությունը, որ դրսում կա, ինչն է պատճառը, որ այստեղ չկա եւ գուցե այստեղ էլ առաջացնենք հետաքրքրություն եւ ինչու՞ չէ մարդիկ լսեցինք, որ գալիս են, ինչպես նոր լսեցինք, որ 2004 թվականից 6 թվականը Մայքլ Փիթմանը ամերիկացի դասախոս կազմակերպել է կոնֆերանսներ, որից հետո այստեղ փորձեր են հաստատել դպրոց, ուրեմն ինչ որոշ շարժում կար այստեղ եւ դրա վրա ավելացնել եւ ավելի ծանոթացնել Գուրջևին հայերի մեջ, ոչ միայն դրսում։ Սա ինքնաճանաչումը, որ Գուրջևը խոսում էր անհատի համար, բայց մենք որպես հայ, մենք մեր պատմությունը ուսումնասիրելով, մեր մշակույթը ուսումնասիրելով, մենք մեզ ենք ճանաչում եւ այս մասը, այս հետաքրքիր մի հատված մենք այդքան չենք ճանաչում, սա ինքնաճանաչում որպես հայ նաև ներառում է Գուրջևին եւ սա այսպիսի նպատակ է, նպատակներից մեկը սա էր, որ
մենք սկսեցինք կազմակերպել գիտաժողովը։ Գյուրջիեֆի ուսմունքի զատ ուրիշ այսպիսի դասախոսություններ կազմակերպված եք, թե ասիկա Այսպիսի ասելով ինչ իմաստով, սին հոգևոր դպրոց կամ բայց պետք է նշենք, որ պրոֆեսոր Քավին նաև աստվածաբան է եւ հայ գրականությունը միջնադարյան հիմնականում հոգևոր է, ուրեմն քրիստոնյա եւ եկեղեցու առումով այո, Քավի մասնագիտությունը եւ մեկ կենտրոնացումներից մեկն է եւ այդ առումով կարելի ասել այո, բայց ոչ այսպիսի alternative կամ փիլիսոփայական ոչ։ Երևի այս հարցերը թողնենք Քավին պատասխանել։ այո, իսկ ցեզմե որքան ժամանակ խլեց այս համագումարի պատասխանությունը։ Մենք անցյալ տարի սկսեցինք հանդիպում ունեցանք այստեղ համալսարանում պարոն Պետրոսյանի հետ եւ ինքը շատ պատրաստական էր օգնել միասին կազմակերպել, անցյալ տարի սկսեցինք եւ հետաքրքիր է ճիշտ մեր մտադրությունից հետո իմացանք, որ Հարվարդում անցյալ տարի կազմակերպեցին գիտաժողով դեկտեմբերի 5-ին էր, դա նշում էր Գուրջևի 100 տարի առաջ Գուրջևը եղել էր Հարվարդում եւ դասախոսություններ կարդացել այնտեղ եւ այդ կապակցությամբ հարյուրամյակներ դասախոսական կոնֆերանսեր կազմակերպել եւ մենք գնացինք այնտեղ ծանոթացանք մասնակիցներին, կազմակերպիչների հետ, առաջերտին իհարկե հանդիպեցինք Մայքլ Փիթմանի հետ, որ գիտաժողովներն էր կազմակերպել, իր հետ հանդիպեցինք եւ միասին սկսեցինք այս աշխատանքը։ Զին Հարվարդի համագումարը ձևով օգնեց ձեզ որպեսի որսակ եւ այո հանդիպենք շատ օգնեց։ Եվ ճիշտ հարցումը գուզեի ուղղել արդյոք հեշտ եղավ բանախոսներ, այո, բանախոսների մասնակիցներ գտնելը եւ այլն։ Եվ հեշտ եւ դժվար կարելի ասել։ Իհարկե արդեն Մայքլ Փիթմանը փորձառություն ուներ եւ ինքը մեջ լավ երկար ժամանակ ծանոթություն ուներ, իր հետ համագործակցեցինք։ Նաև Քերոլ Կուզեկը Ավստրալիայից, որին կլսեք հետո, նա էր կազմակերպել Հարվարդի գիտաժողովը, նրա հետ զրուցեցինք, բայց ինչպես ասեցի, գիտաժողովի հարցերով ավելի ճիշտ է խոսենք։ Շնորհակալություն։